Ձեր կարծիքով ով է Հայաստանում մանիպուլյացիայի աստվածը։ Նիկոլ Փաշինյանը։ Այդտենց եմ կարծում։ Ստոմա Քոչարյանը։ Ինչու՞։ Որտեղ ինքը միշտ մանիպուլյացիայով է աշխատել։ Աստվածները սխալ եք պատկերացնում, Աստված ինչ է։ Ես ցիտում եմ հիմա Վահագն Ալեքսանյանի խոսքը։ Էդ ով է։ ԿՊԱ-կան։ Էդ թող լինի։ Այ կարելի է մենակ իմանալ ոնց ալեն մեր փողը վեկալին բանկից, որ այդտեղ բուժվի։ Այ դա հարցը։ Օյազիչ ջան, իմ Աստվածն է, երկնքի տիրակալ։ Ես գիտեմ, որ Աստվածը մի հատ է, ուրիշ Աստված ցող։ Վահագն Ալեքսանյանի մասին ասել է, եթե մենք չկարողանք այդ ասենք կամ համերապնդենք կամ մասենք էլի։ Ոայ չեմ կարող ասել դժվարանում եմ, բայց երևի Քոչարյանականները։ Ինչու եք այդպես կարծում։ Դե իրանց բոլոր գործերը ինչ որ կատարել են այդ տարիների ընթացքում դրան են տանում։ Մանիպուլյացիաները սովորաբար անում են նրանք, ովքեր ասենք միշտ էլ դուրսան տեղն են։ Իշխանավորները բնականաբար։ Հասարակ մարդը քաղաքացին, ինչ մանիպուլյացիա դրան։ Բնականաբար նրանք ովքեր այսպես ասած բաց էշալոններ են։ Միանշանակ։ Ինչու եք կարծում, որ իշխանավորները։ Գիտեք ինչ է, որտեղ հնարավորությունը բոլոր ինտերնետ հնարավորությունները ինձ մոտ է։ Միայն հասարակ մարդ, հասարակ քաղաքացի։ Ինչ նա միայն ձգտում է պայքարում ապրելու համար։ Ինչ մանիպուլյացիա։ Ինչ մանիպուլյացիա մասին է խոսքը։ Կներեք իհարկե ուղղության համար։ Փաշինյանը ով։ Ինչու։ Բա դրանց են կոմել մարդ կա։ Ոնց ինչու։ Ոչինչ մեր չեք դնում ինչ սարքել։ Ես իրան շուտվանց եմ ճանաչում։ Ես այդքան տարի Ռուսաստան էի։ Որ եկա ժողովուրդ ասում են, «Արա փրկվան, բան Քոչարյանը, բան, արա ես շոպլիկին էսով ազի դրեացի»։ Ու ես հիմա ճիշտ եմ, ոչ կապատյան կար, ոչ բան կար, չէ՞, բախտ։ Իսկ հիմա ով տենում ասում որ չէր ջոգար ասես մարդուն տենում ջո հիմա իր շոպլիկությունն արել է։ Ես ոչ ժողովրդին բերին թոշակը ավելցնում, կուտա տալım թոշակարդեր, ես ճիշտ էլ ասում եմ, դրա կաշառք է, բա վախտի խիչ էր անում։ Մի ամիս առաջ ասում ես թոշակարդը դու կանաչ ուտի։ Կանաչը դու ինք ուտի, դա ինչ է նշանակում։ Բա ոնց եղավ մի անգամից արտասավ դժվար։ Մի հոգի կա, դա մի հոգի է։ Փաշիզադեն։ Ինչու։ Բավ կարելի։ Բայց ես չեմ կամզուկ։ Որ մեկն է Փաշիզադեն է։ Բավ պետք է լինի։ Հետո գիտեք ձեզ մի բան էլ ասեմ։ Մեր մանիպուլյացիան հանդուրժողը նաև մեր ժողովուրդն է, ցավոք սրտի։ Գիտեք, ես մի բան եմ ուզում ասեմ ձեզ։ Մի իրաժ բան, մենք չկտրեք, էլի ամբողջը եթեր տվեք, հա։ Ես ապրել եմ դրսում 30 տարի, նոր եմ վերադարձել հայրենիք, 2 տարի է։ Ես աշխարհում չեմ տեսել մի ազգի, որի մշակույթի նախարարը անպատվի իր հերոսներին ու մնա նախարարությունում աշխատի, հանգիստ իր համար ձեռ առնելով լրագրողներին, բան, ասում նժդեական գաղափարը դա վտանգավոր գաղափարախոսություն։ Խի Հայաստանում ամենից սուրբ է։ Հա, սուրբ է։ Այն աղբամն դրած է իմ համար սուրբ է, որ դա Հայաստանում է։ Դուք քայլում եք, դուք իմ համար սուրբ եք։ Ձեր ազնական կյանքը դա ձերն է։ Բա իհարկե սուրբ է ամեն ինչ։ Հիմա գիտեք, ես այն օրը նստած բան էի գրում, մտածում էի, սենց մենք գիտեք ինչի դեմ ենք կանգնած։ 10 թվի սարդարապետի դեմ։ Ավելի ծանր իրավիճակի մեջ ենք։ Շատ ծանր իրավիճակի մեջ։ Ու ես մտածում եմ, որ սա կարող է ավելի վատ բաների գնա։ Մի հատ ինչ-որ իրավիճակ ստեղծի, որ էլի ընտրվի, էլի մնա, որովհետև այս տեսեք ինչ, այս վերջերս ինչ կապիկություններ անում։ Կնոջս եմ բաժանվել, 10,000 դրամ ձեզ, բայց մի ամիս առաջ ինչ էր ասում, ձեզ տանք 10,000 դրամ ինչ եք անել ասում։ Դուք չգիտեք 10,000 դրամը ոնց ծախսել, կամ ես չգիտեմ։ Մի հատ գիտեք ես ասեմ մեր պատմության ամենածանր իրավիճակի մեջ ենք մենք։ Սիրելիներս, ամենածանրը, սրանից ծանր իրավիճակ ես Հայաստանում չգիտեմ, անգամ Սարդարապետը, որ կար արդեն թուրքերը մտնում էին Երևան, մենք գոնե գիտեինք, որ 10%-ը մեր կռվելու է կամ չի կռվելու, մի բան, հիմա չգիտենք ինչ անենք արա։ Հիմա մեծ ահավոր մեծ բան իրավիճակը, հոգեվարքի վիճակ ենք մենք ապրում, ու մեր ժողովուրդները գիտես, նայեք sense խաղաղ, sense հանգիստ իրանց համար, ոչի բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Մեկ էլ մի բան ձեզ ասեմ, դուք աշխարհում տեսել եք մի ազգ, ով որ կպարտանա իր գաղթականներով։ Մենակ հայերն են պարտանում։ Ասում եմ 10 միլիոն սփյուռք ունենք ընդ։ Դրանք բոլորը գաղթականներ են։ Եթե համաձայն չեք, դրանք բոլորը գաղթականներ են։ Ու մենք հպարտանում ենք դրանով։ Փոխանակ մենք հպարտանանք մեր հայրենիքով, այլ մենք հպարտանում ենք գաղթականներով։
Այ որը մենք սկսանք հպարտանալ մեր գաղթականներով, այն օրը մենք գաղթականի հոգեբանությունը արդեն մեր մեջ մցրեցինք, հացը կարանք գնանք հիմա ինչ է, այն օրը մի մարդու հարց եմ տալի 60-ից, բաների ասում եմ, հայրենիքը ինչ ասում, հայրենիքը ինչ ասում, որտեղ ինձ լավ այն դղել իմ հայրենիքն է, քանի մենք այդ հոգեբանությունով ապրում ենք, ժողովուրդ վատ է լինելու, բայց լավ է լինելու, հավատում եմ լավ է լինելու։